Բարի օր, իմ շատ սիրելի հետևորդներ։ Բաղադրատոմս եմ նկարում, վաղուց բաղադրատոմս չեմ նկարել ալիքումս։ Այսօր որոշել եմ ցույց տալ, թե ինչպես պատրաստել ծաղկակաղամբի մարինադ։ Ծաղկակաղամբը արդեն մոտավորապես 4-5 ժամ, միգուցե եւ էլ ավել սառը ջրի մեջ եմ թողել, լվացել եմ մի անգամ եւ թողել եմ սառը ջրի մեջ։ Հիմա ջրից հանում եմ եւ ցույց կտամ ինչ եմ անելու հետո։ Բոլոր բաղադրիչները նախորդ պատրաստել եմ, հիմա բոլորը ցույց կտամ ինչ է մեզ հարկավոր եւ կանցնենք գործի։ Ամենահամեղ մարինադներից մեկը, գրեք տեսնեմ սիրում եք ծաղկակաղամբի մարինադ եւ պատրաստում եք թե ոչ։ Եվ այսպես մեր բաղադրիչները ամբողջը պատրաստել եմ։ Ծաղկակաղամբի հետ դնելու եմ գազար, շատ համեղ է ստացվում, այսպես ձևավոր դանակով կտրել եմ, կարող եք չկտրել, կարող եք այսպես կլորներով անել, կարող եք երկար թողնել։ Երկու տեսքով էլ շատ գեղեցիկ է, հատկապես երբ որ ափսեի վրա ձևավորում ես եւ շատ համեղ է։ Հարկավոր է սխտոր, գցելու եմ հոտավետ պղպեղ, սովորական սև կլոր պղպեղը, դափն ու տերև, աղ, էսենցիա 70%-անոց, սա վերջում եմ այս հարկավոր, ցույց կտամ, մնացեք մինչև վերջ, որպեսզի տեսնեք։ Կանաչիներից նաև լցնում եմ պետրուշկա, ոնց կլինի հայերեն տարբերակը, հուշեք այստեղ։ Կարող եք նաև նեխուր ավելացնել, հիմա ես չեմ ավելացնում, այսքան բաղադրիչներն եմ ավելացնում, ծաղկակաղամբը ինչպես ասացի, թողել եմ ջրի մեջ 4-5 ժամ, նույնիսկ կարող եք 6, քանի որ ինքը շատ այսպես խիտ է եւ լինում է, որ մեջը անցանկալի հյուրեր են լինում, որպեսզի այդ ամբողջը մաքրվի։ Լվանում ենք, լցնում ենք ջուրը, թողնում ենք, որից հետո նոր սկսում ենք տեղավորել բանկաների մեջ։ Պատրաստելու եմ 2 կիլոգրամանոց, 2 լիտրանոց բանկայի մեջ, քանի որ ծաղկակաղամբները մեծ են, ցանկալի չէ, որ փոքր տարայի մեջ լինի, այդքան էլ հարմար չի լինի տեղավորելը։ Հիմա լցնում եմ այսպես պղպեղներից մի քանի հատ ներքևը, դափն ու տերև, մի 3-4 հատիկ, տեղավորում եմ կանաչին նույնպես ներքևը, մի 2 հատիկ գազար կտնեմ ներքևում, սխտոր նույնպես, մեծ այս ատամիկները 2 մասի են բաժանում, բայց եթե փոքրիկ են կարող եք ամբողջովին տեղավորել։ Ծաղկակաղամբները բաժանել եմ այսպիսի հարմար չափերի, որպեսզի կարողանամ տեղավորել բանկայի մեջ, շատ մեծ որ լինի չի տեղավորվի, իսկ շատ փոքրն էլ այդքան էլ գեղեցիկ չի լինում եւ հարմար չի։ Եվ այսպես տեղավորում եմ ամբողջովին, շերտ, հիմա մի շերտ կտեղավորեմ եւ նորից համեմունքներ կլցնեմ։ Նաև տեղավորում եմ գազարները, ինչքան շատ այնքան համեղ, և այսպես տեղավորելով բարձրանում եմ վերև։ Բնականաբար այսպիսի պուճուր փոքրիկ հատիկներ էլ են լինում, կտրտելու ընթացքում կոտրվում են, այս սրանք տեղավորում եմ, այս կողքերը տեղ է մնում, բանկայի մեջ տեղավորում եմ, այդպես որպեսզի ազատ չլինի։ Նորից լցնում եմ այսպես համեմունքներ, կանաչի եմ դնում, սխտոր եւ այդպես մինչեւ վերջ։
2 կիլոգրամանոց տարայի համար լցնում եմ 2 ինքը ճաշի գթալից մի փոքր է, դեսերտնի գթալ է, 2 դեսերտնի այսպես լավ աղ և վերջ, մեր բանկան պատրաստ է, տեղավորում եմ հաջորդները։ Այսպես ամբողջը տեղավորեցի, այսպիսի գեղեցիկ, շատ սիրուն տեսք ունի, հիմա լցնում եմ աղերը, հիմա ջուրը երբ որ լցնեմ վրան, այդ ամբողջ աղը կիջնի ներքևը, դրա համար հիմա ինձ չի խանգարում։ Քանի որ իմ մոտ մի հատ էլ 1 լիտրանոց տարայ է, սրան լցնում եմ 1 գթալ աղը։ Այսպես։ Հիմա ջրերը կլցնեմ վրան, եռման ջուր եմ լցնելու, որպեսզի արագ պատրաստվի և ցույց կտամ ինչ եմ անելու։ Այսպես, ինչ եմ անում։ Եռման ջրով եմ ես անում, արդեն կաթսայի մեջ եռման ջուր եմ լցրել, որպեսզի եռացնեմ անպայման բանկաները։ Այստեղ նույնպես եռման ջուր եմ լցնում։ Եթե կաթսայի մեջ սառը ջուր եք լցնելու, ապա ծաղկակաղամբի վրա նույնպես սառը ջուր եք լցնելու, որպեսզի բանկաները տաքությունից չճաքեն հանկարծ։ Այստեղ էլ եմ լցնում տաք ջուր։ Հիմա մի փոքր էլ կավելացնեմ։ Այսպես։ Եվ իջացնեմ կաթսայի մեջ։ Նայելու ենք հենց սկսի եռալ, մի երևի 5 րոպե։ Հենց սկսում է եռալ այդ ժամանակ, երբ որ ներսի ջուրը տեսնում ենք, որ եռում է։ Մի 5 րոպե եւ վերջ։ Շատ չենք եռացնում, որպեսզի ծաղկակաղամբները չփափկեն եւ խրթխրթան մնան։ Եվ այդպես ամբողջովին հիմա կտեղավորեմ կաթսայի մեջ եւ կեռացնեմ։ Տեսեք, արդեն հանել եմ, սա արդեն երկրորդը պատրաստել եմ, որպեսզի մի անգամից դնեմ եւ ժամանակ չկորցնեմ։ Հիմա սա արդեն ցույց կտամ ինչ եմ անելու։ Հիմա այսպես բացում եմ, ավելացնում եմ քացախը 70%-անոց, 1 դեսերտի գթալ, այսպես, փակում եմ կափարիչը և փակում եմ։ Ինչ ես կփակեմ ծաղկակաղամբները, գրեք տեսնեմ ինչ պահածոներ եք պահածոյացնում, ինչպիսի մարինադներ եք անում, որովհետև դեռ իմ պլանների մեջ կա վարունգի մարինադ, լոլիկի մարինադ ու այդպես։ Գրեք տեսնեմ դուք ինչ եք պահածոյացնելու։
Մի հատ այսպես շրջում եմ, որպեսզի ամբողջովին քացախը խառնվի եւ հիմա կտեղափոխեմ տաք ադյալի վրա եւ կթողնեմ ամբողջովին, որպեսզի սառի։ Տեսեք, այսպիսի տարբերակ կա, որ այս կրիշկաները մի փոքր բարակ են լինում, փակելուց հետո երբ որ շրջում ես այդ ջրի ջերմաստիճանից ինքը այսպես բարձրանում է, ուռում է, դա հետո սառելու ընթացքում նստում է, չվախենակ, կան ավելի այսպիսի ամուր տարբերակները, իրենք ընդհանրապես չեն շարժվում, այնպես որ գնելուց այսպիսի ամուր տարբերակը վերցրեք, եթե նույնիսկ այսպես իրանց համեմատենք, տեսեք, մատով ես կարող եմ իրան այսպես ձևափոխել, բայց այս սրան չի լինում, որովհետև ինքը շատ ամուր է։ Բայց դա խնդիր չէ, սառելուն պես ինքը նստում է։ Ու այսպես, մինչև վերջ փակեմ եւ ցույց տամ արդյունքը։